Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր փետրվարի 18-ն է 2026 թվականը։ Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փետրվարի 19-ին Վաշինգտոնում վարչապետը կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Եկեք փորձեն Հայաստանում նորից ցույց տան, թե ինչքան կարևոր էր գնաց Տրամփի հետ հանդիպման, տեսեք ինչպիսի վերաբերմունք միայն Փաշինյանին հաջողվեց, նորից մի հատ կարճ գնահատական տանք, ինչ ասել է Խաղաղության խորհուրդ։ Դա անլուրջ մի կառույց է, որը Դոնալդ Տրամփի անունի հետ է կապվում, ոչ թե Ամերիկայի, նույնիսկ եթե ինքը Ամերիկայի նախագահն է, որտեղ դա ամերիկյան կառույց չի, դա Դոնալդ Տրամփի նախագահությամբ ստեղծված կառույց է, ոչ թե ինչ-որ ձևով քվեարկությամբ եւ այլ փոփոխվող այս կողմենքում։ Մանավանդ երբ որ խոսում ենք ՄԱԿ-ի մասին, որը 193 անդամ պետություն ունի, մանավանդ խոսում ենք ՄԱԿ-ի մասին, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի կարող լինել որևէ երկրի անդամ, ասենք անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Նպատակն էր, որ այդ կառույցը որևէ ազդեցիկ պետություն իր տակը չմտցնի։ Իսկ Տրամփը այս կառույցը ուղղակի իր անվան հետ կապելով ինքը նախագահ է, լինի Ամերիկայի նախագահ, թե չէ ինքը դրա նախագահն է, չի կայանալու դա։ Ու բացի դրանից, երբ որ ինքը արդեն հասկացավ, որ չի ստացվում ու սկսեց ժեստեր անել ՄԱԿ-ին, այն դեպքում ասում էր սա ՄԱԿ-ի այլընտրանքն է, անգամ այն, որ դա ի սկզբանե մտածում էին գազայի հարցը լուծելու նպատակով ավելի գլոբալ համաշխարհային կառույց սարքել փոխարինի ՄԱԿ-ին, անգամ անլրջանալու է գազայի հարցը լուծելու համար, որովհետև ի սկզբանե մարդիկ գիտեն Դոնալդ Տրամփի վերաբերմունքը գազայի նկատմամբ, նա ասում էր դատարկենք, ստեղ կուրորտային գոտի սարքենք, եւ բայց քանի որ չկարողացավ այդ մարդկանց դատարկի, դե 2 միլիոն մարդու պիտի դատարկեր, խնդրեց իր բարեկամ պետություններին, Եգիպտոսին, Հորդանանին, տեսավ չի ստացում, Աֆրիկայում, ասեց մարդկանց փողեր տանք, տեղափոխեք, ոչինչ չստացվեց դրանից։ Անկամ ինքը խրախուսեց, որ Իսրայելը ավելին էց ցամաքային գործողություններ կատարելով ավելի շատ հարվածներ հասցնի այն հույսով, որ գոնե իրանք կթողեն կփախնեն, բայց չթողեցին եւ չփախան։ Հիմա ինքը երբ որ չկարողանա համաշխարհային կառույց սարքի այս Խաղաղության խորհուրդը, անլրջանալու է նաեւ գազայի հարցում որպես կարգավորող ինչ-որ մի մարմնի հարց լուծելը։ Այսինքն սա նրա համար եմ ասում, որ հիմա կներկայացնեն, թե ինչ կարևոր էր Փաշինյանի մասնակցությունը, բայց արդյունքում մենք կհասկանանք, որ դա պայմանավորվածություն չէր Հայաստանի, Ամերիկայի։ Դա պայմանավորված էր Նիկոլ Փաշինյան, Դոնալդ Տրամփ, որի արդյունքում Տրամփը այդ հարցում չի ունենալու որևէ լուրջ աջակցություն իր պետության ներսում։ Առավել եւս, որ մենք տեսնում ենք, թիվ 1 շահառուն անգամ Տրամփը չի, Իսրայելն է, բայց Բենյամին Նեթանյահուն գտնվելով Ամերիկայում հետ եկավ, ասեց ես արտգործ նախարարին կուղարկեմ։ Մենք գիտենք իր համար ինչքան կարևոր է այդ խաղաղության խորհուրդը։ Խաղաղության խորհրդի հետ կապված գիտենք նաև Էրդողանի վերաբերմունքը, թիվ 2 շահառուն էլ ինքն է, որովհետև ինքը ուզում է ցույց տա, որ ինքը լուրջ դերակատարություն ունի գազայի վրա։ Մանավանդ ասում է դրանք մեր տարածքներն են, դա սենց է, դա նենց է, գիտեք, ասենք նրա վերաբերմունքը, որ ոնց պետք է ինքը ձեռքը դնի դրա վրա, բայց արդեն ակնարկեցին, որ չի պատրաստվում Էրդողանը գնա մասնակցի Խաղաղության խորհրդին։ Դե պատճառը հեշտ է գտնել, ասել մի տոնակատարության պետք է մասնակցեր, հարցը դա չի, եթե ցանկություն ուներ, ձևը կգտնվեր։ Բայց այսինքն դա նշանակում է վերաբերմունքն ենք տեսնում, եվրոպական ազդեցիկ պետությունները մերժեցին եւ այս ընթացքում անգամ Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը հայտարարել է, որ Վատիկանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի Խաղաղության խորհուրդ նախաձեռնությանը, հավելելով, որ ճգնաժամային իրավիճակների կարգավորման ջանքերը պետք է կառավարվեն միավորված ազգերի կազմակերպության կողմից։ Այսինքն ինքը լինելով Լեո 14-րդը Ամերիկայից եկած, Տրամփը, որ ինքը երազում էր ինքը դառնա Հռոմի պապ, բայց համենայն դեպս գոնե ոգևորված էր, որ գոնե Ամերիկայից է գնացել, ասեց, որ չէ, մենք գործընկեր ենք ճանաչում ՄԱԿ-ին, մենք ՄԱԿ-ին ենք ճանաչում։
Այն դեպքում, երբ որ պաշտոնական հրավեր ստացել էր Հռոմի Պապը, Սուրբ Աթոռը չի մասնակցի խաղաղության խորհրդին իր առանձնահատուկ բնույթի պատճառով, որն ակնհայտորեն տարբերվում է այլ պետությունների բնույթից։ Լեոն 14-րդ Պապը հունվարին հրավեր էր ստացել միանալու այդ խորհրդին։ Այսինքն այսքանը, որպեսզի մենք պատկերացնենք եւ առաջիկայում վաղը կլինի, մյուս օրը կլինի, արդեն կնայենք թե այդ ուղղությամբ ինչ է արվում, բայց նախնական գոնե գիտենք, իսկ ինչ սպասելիք մենք այդտեղից ունենք։ Փորձելով կյանքդ կապես Տրամպի հետ մեկ աչի ստացվելու ինքը գործընկերա ճանաչելու Ալիևին, Էրդողանին, ուզում ես մեջցդ ճղվի եւ Նեթանյահուին, արդյունքում անունդ կապելու ես Տրամպի հետ, Տրամպը վաղը լիազորությունները կորցնելու է, մյուս օրն էլ գնալու է եւ Հայաստանը մնալու է անիմաստ տեղը դրա հարվածի տակ։ Տրամպին տարբեր հարցերում քննադատելու են նաև Թրիպի հետ կապված ոչ լավ պայմանավորվածության, խաղաղության խորհրդի հետ կապված, բայց դեմը ընտրություններ է, գիտեք ինչ են անելու, ցանկացած առիթ օգտագործելու են։ Իսկ Հայաստանը ստացվելու է, որ դառնա Տրամպի ընկերը, որը որ խնդիրներ ունի հենց իր պետության ներսում։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. Մոսկվան տարօրինակ եւ քիչ հավանական է անվանել Երևանի հայտարարությունները Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը այլ երկրի հանձնելու մասին։ Դե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք խնդիր ենք ունենում, եթե Ռուսաստանն է կոնցեսիոն պայմանագրով այս երկաթուղին կառավարում եւ այդ պարագայում մենք գոնե խնդրենք Ռուսաստանին, առաջարկենք Ռուսաստանին կոնցեսիոն պայմանագիրը վաճառի Հայաստանի եւ Ռուսաստանի համար որևէ բարեկամ պետության, որի հետ կապված մենք խնդիրը կարողանանք լուծել Թրիպի մեր գործընկերների հետ, բայց այդտեղ նաև հարց առաջացավ, առաջին էլա դնենք մի կողմ Ռուսաստանը դրան համաձայնա թե չէ, բայց Նիկոլ Փաշինյանը երբ որ մեզ բացատրում էր Թրիպը ինչքան կարևոր է, ասում էր Ադրբեջան կշփվեն ճիշտ այնպես, ինչպես Հայաստան, այսինքն մենք էլ Մեղրիից Նախիջևանի տարածքով կգնանք կկպնենք Արարատի մարզ կմտնենք, բայց հետո հարց առաջացավ, որ այդ ձևով կշարունակվի։ Հետո ես վերջերս կանգնեց ասես, դե գիտեք, Ռուսաստանի պատճառով համաձայն չեն, որ Հայաստանը այդ գծի մեջ լինի։ Ուզում են մտնեն Նախճեվան, Նախճեվանով մտնեն Թուրքիա ու շարունակեն։ Բա ինչ է իր խոստանում մեզ։ Բա այն ժամանակ, որ մեզ խոստանում էր դա, որ սա այս նույն ճանապարհն է, կապելու է նաև Հայաստանը Հայաստանի հետ Ադրբեջանի տարածքով, նույն ձևի առավելություններով, բայց այն ժամանակ չգիտեր, որ կոնցեսիոն պայմանագիրը ռուսները կարող է չհամաձայնեն հրաժարվեն դրանից։ Բա առավոտից իրիկու խոսում ես Պուտինի հետ, բայց ում անունից է իր մեզ խոստանում։ Պուտինի, Էրդողանի, Ալիևի, բայց դու ես խոստանում, որ իմացեք այս ճանապարհը շարունակություն է ունենալու։ Հիմա ասում եք, գիտեք ինչ, Ժողովուրդ ջան, Թրիպը պարտավորվել ենք դա կանենք, բայց շարունակություն նրանք ուրիշ կողմով են ուզում, չեն ուզում Հայաստանի տարածքով անցնի, որովհետև չեն ուզում, որ Ռուսաստանը դրա մեջ ներգրավված լինի։ Բայց այն ժամանակ ճշտեիր եւ իմանայիր, որ դա չի լինելու։ Ասես Ժողովուրդ ջան, խնդիրը սա է, ես ուզում եմ Ադրբեջանին օգնեմ, այս ճանապարհը Ադրբեջանի մայր տարածքը Նախճեվանին կապվի։ Էսա իմ ցանկությունը, օգնեք դա անեմ։ Ոչ թե խաբեիր մարդկանց ասեիր, բա նույն առավելությունը մենք ենք ունենալու Հայաստանը Հայաստանի հետ կապելու։ Իսկ հիմա ենթադրենք Ռուսաստանը չի հրաժարվում կոնցեսիոն պայմանագրից։ Դա նշանակում է, որ Ռուսաստանն է մեղավոր, հա որ այդ ճանապարհը Հայաստան չի մտնում։ Բա գործընկերների հետ խոսայիր։ Պայմանավորվեիր նոր այդ առաջարկությունն անեիր։ Վերջ այդ ստախոսությունը պետք է մի օր բացահայտվեր, չէ, շատ երկար ձգել հնարավոր չի։ Կառույցները անում են Թուրքիան ու Ադրբեջանը իրանք ուղղությամբ։ Հասկանում են, որ Հայաստանում մարդիկ հասկանում են, չէ՞ որ իրանք այդ գծից դուրս են մնում։ Իսկ հիմա շարունակությունը նայենք։ Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ Հայկական երկաթուղին կառավարման տակ է ավելի քան 20 տարի ու ոչ միայն կայուն կատարում է կոնցեսիոն պայմանագրի պայմանները, այլև երևի մոռացել են Երևանում զգալի միջոցներ ներդնում, որոնք ի դեպ չեն վերադարձել ենթակառուցվածքների եւ շարժակազմի մեջ։
Ստեղծվել է մեծ թվով աշխատատեղեր, ասել է Զախարովան։ Զախարովան հավելել է, որ ռուսաստանյան օպերատորները ոչ թե զրկում են Հայաստանին մրցակցային առավելությունից, այլ ստեղծում են դրանք եւ Ռուսաստանի դիրքորոշումը։ Ադրբեջան եւ Թուրքիա դուրս գալու տեղամասերի վերականգնելու վերաբերյալ ավելի վաղ հայտնել էր փոխվարչապետ Ավերչուկը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը դիմել էր Ռուսաստանին, որ եկեք այս ճանապարհները սարքենք։ Ռուսները համաձայնվել են, թե կսարքենք, բայց որպեսզի Հայաստանում չմեղադրեն, թե Ռուսաստանի ծավալը ինչի է մեծացնում, ասես եթե իրանք չանեն, մենք կանենք։ Ստեղ արդեն ցազանդարները սկսեցին ասել, տեսակ ոնց գնաց Պուտինին տեղը դրեց, ասեց մենք կանենք։ Բա որ Պուտինն անի, ինչ ենք անելու։ Իսկ պարզվեց Պուտինն անում է։ Ու չեր անի, բայց հետո մեռանք ասելով, որ ժողովուրդ ջան, մի խաբվեք։ Ինքը եւ Պուտինի եւ Միշուստինի հետ քննարկել է, որ այդ ճանապարհը տալու է Ռուսաստանին։ Այդ ձեզ է եկես թե թյուրիմացության մեջ գցում։ Իսկ հիմա ստացվում է այնպես, որ այս ճանապարհից Ռուսաստանը չի հրաժարվում, կոնցեսիոն պայմանագիրը մինչև 2028-ի 20 տարով մնալու դեպքում 2008-ից հետո պայմանավորվածությունը մինչև 2038 թիվ է։ Դրանից հետո էլ կարող են մի 10 տարի երկարացնել, բայց եթե գոնե 28 թվականին նախապես դիմեն, շարունակում են դրանից հետո թե չէ, եթե նույնիսկ չշարունակեն մինչև 38 թվական ռուսների ձեռնա, ինչ ենք մենք քննարկում։ Այսինքն նշանակում է չել ասում է Ռուսաստանը պայմանագրային պարտավորությունը չի կատարել, ձեռից կարող է վերցնենք, որտեվ չի կատարել։ Նման բան չնշեց Նիկոլ Փաշինյանը։ Ուղղակի ասեց համոզենք թող վաճառի։ Ու չել ասում, որ մենք Հայաստանը կվերցնի իր վրա։ Դիմենք համայն հայությանն, ասենք ժողովուրդ ջան, մեզ համար ռազմավարական խնդիր է։ Փող դրեք, առեք այդ կոնսենսիոն պայմանագիրը Ռուսաստանից։ Ինչ ենք տալի որևէ երրորդ երկրի։ Եթե դա մեզ համար այդքան կարևոր է։ Այսինքն եթե դա մեզ համար Թուրքիան, Ադրբեջանը կապող Չինաստանից մինչև Եվրոպա գնացող ճանապարհի հետ կապված բոլոր ուղղություններով խնդիր է։ Այդ կայնի հայտարարի, եթե որևէ մեկը չի մասնակցի, ասես ժողովուրդ ջան, դե հրապարակային ասեցի չօգնեցիք։ Մանր բաժնեմասերի բաժանի վաճառի։ Պայմանագրով տուր կոնցեսիոն։ Տուր հայ ժողովրդին, աշխարհասփյուր հայությանը ասա, եկեք օգնեք, սկզբունքի հարցային չենք տալի Ղազախստանին կամ Էմիրատներին։ Լավ գիտես, որ Ռուսաստանը չի համաձայնվելու տալ, այ դրա համար ես ասում, որ ասես դե ժողովուրդ ջան, դե ինչ անեմ։ Ստիպված ռուսները պետք է անեն։ Բա որ ռուսներն էլ անեն, նրանք էլ համաձայն չեն Ռուսաստանի արածը շարունակեն։ Այ դրա համար փաստորեն ստացվեց այս տրիպից մենակ մեր շահածը նայա, որ 42 կիլոմետր մեր ճանապարհով անցնեն եւ դրա համար ճանապարհը վարձ տան, վերջ։ Ու նպատակը, որ շատ գլոբալ դերակատարություն ստանձնի Ադրբեջանն ու Թուրքիան, ոչ թե Հայաստանը։ Հայաստանը ինչ է, ընդամենը տրանզիտ գալու է, անցնելու է։ Բա այդ էինք բացատրում, հիմա պարզ դառավ, չէ՞ ինչ է կատարվում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում կայացած ամերիկյան հրեական խոշոր կազմակերպությունների նախագահների համաժողովում հայտարարել է, որ որոշ շրջանակներում Թուրքիան գնահատվում է որպես Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ։ Սա շատ կարևոր է։ Նա միաժամանակ կոչ է ել աշխարհասփյուր հրեական համայնքներին ակտիվորեն ներգրավել պայքարի մեջ ոչ միայն ռազմական, այլև տեղեկատվական եւ թվային հարթակներում։ Նեթանյահուի խոսքով պայքարը պետք է շարունակվի նաև մեդիա դաշտում, Ավստրալիայում, Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ աշխարհի այլ երկրներում։ Նա ընդգծել է, որ հրեական համայնքը չպետք է լռեն, այլ պետք է հակազդեն իրենց ուղղված մարտահրավերների եւ հանդես գան կազմակերպված դիրքորոշմամբ։ Իսրայելի վարչապետը հավելել է, որ իրենց կարծիքով ռազմական դաշտում արձանագրված արդյունքները պետք է ամրապնդվեն նաև տեղեկատվական մակարդակում, շեշտելով միասնական համակարգված գործողությունների անհրաժեշտությունը։ Իհարկե Բենյամին Նեթանյահուն շատ հարցերում ճիշտ է թե սխալ, դա ուրիշ խնդիր է, կամ Իրանը ճիշտ է թե սխալ, կամ Թուրքիան։ Մենք ուղղակի նայենք բավական փորձառու մարդ ինչ է ասում։ Նա ավելի մեծ վտանգ է տեսնում Թուրքիայից, քան Իրանից։ Այն Իրանից, որը չի ճանաչել Իսրայել պետությունը։ Փաստացի, եթե շփվել է շահի ժամանակ, նա իրավաբանորեն չի ճանաչել Իսրայել պետությունը։ Ավելի վատ վիճակը ղշայից հետո, բայց այդ ժամանակ չի ճանաչել։ Բա դու անգամ ընդամենը վերջերս Իրանից հարվածում են քու պետությանը, մի փոքր մի բուռ պետությանը, այդ հարվածների արդյունքում ավերածություններ ա լինում, բայց դու կանգնում ասում ես ժողովուրդ, չխաբվեք, Թուրքիան ավելի վտանգավոր է, քան Իրանը։
Բասա ինչու համար եմ ասում, փորձառու ինֆորմացված մարդը տենց բան է ասում, ձեզ այդ կարծիքը չի հետաքրքրում, անկախ նայած ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ լավ է թե վատ, կամ հրյաների կամ Իսրայել պետության։ Մի հատ մտածեք։ Թուրքիան ավելի վտանգավոր է, մեկ էլ հետ գնանք մի ուրիշ բան նայենք, բա Եվրամիությունն ասում է ընդհանուր առևտրի տարածք ես մեզ համար, մաքսային միություն ես Եվրամիության, բայց չենք ուզում, որ դու անդամակցես Եվրամիությանը, այս համակեցության կանոններով դու տեղանելիք չունես, իրանք չեն վստահում Թուրքիային, 450 միլիոնանոց Եվրամիությունը չի վստահում Թուրքիային, Իսրայելը չի վստահում Թուրքիային, որի թիկունքին կանգնած է Ամերիկան, նաև շատ սերտ աջակից է Թուրքիային նաև։ Իսրայելը ավելի վտանգավոր է համարում Թուրքիային։ Բա մենք չենք սենց երջանկացած սրտներս ու դռներս բացում Թուրքիայի առաջ։ Մենք չենք ուզում, այդ ում փորձից ենք այտենց ոգևորվել, որ Թուրքիայի հետ խնդիր չունենք։ Բացի դրանից, ինչ է ասում Նեթանյահուն։ Աշխարհասփյուր որտեղ էլ հրյանալի հիմա մեզ օգնեք պայքարենք։ Ով չգիտի, որ ամեն լուրջ հետախուզական ծառայությունը Իսրայելինն է, Մոսադը, ոչ թե անգամ Ամերիկային է, որտեղ Ամերիկայում էլ եթե լավ հետախուզ կա, էլ Իսրայելին է ծառայում։ Որտեղ աշխարհում որտեղ հրյա կա, այդ ինֆորմացիան ծառայում է իր պետությանը։ Ինչ պաշտոնի լինի, ինչ կարգավիճակի լինի։ Իսկ Հայաստանում ինչ է կատարվում։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը Էրդողանի պահանջով ասում է դուք սփյուռքահայեր մեր հետ գործ չունեք։ Մի խառնվեք մեր գործերին, էս մի արեք, այն մի արեք, այն մի արեք, ամենավերջի վարկաբեկող բաներն ասում, գնացել եք ստեից, ինչ եք Հայաստանի մասին իբր թե մտածում եք, մտածող եք, վեր կացեք եք, սենց դուք գիտեք, այդ բոլորը մեթոդաբար սենց լցնելը մի նպատակ ունի, որովհետև Էրդողանը վախենում է եւ հրեական համայնքից եւ հայկական համայնքից։ Ինչա որևէ պրոբլեմ ունի Նեթանյահուն, որ ստիպված դիմում է աշխարհասփյուր հրյաներին, Ամերիկան թիկունքին կանգնած։ Բայց ինքը ասում է մենք մի մարմին ենք, օրգանապես մի մարմին ենք, օգնեք մենք կրենք, ժողովուրդ ջան, օգնեք հաղթենք։ Իսկ ինչ է ասում Փաշինյանը, զբաղվեք ձեր գործով, մեր հետ գործ չունեք։ Բա ով է դա պատվիրում։ Այն նույն Էրդողանը, որ Թուրքիայից զգուշանում է Իսրայելը անգամ, Ամերիկան թիկունքին կանգնած, իսկ մենք դե ժողովուրդ ջան, ոնց կարելի է, բա Թուրքիայի նկատմամբ վատել է, լավ եք էլի։ Ժնևում ավարտվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի բանակցությունները տևել են 4 ժամից ավելի եւ կշարունակվեն չորեքշաբթի։ Դա 3 տարածվեց, չորեքշաբթին դե այսօր է, այսօրվա հետ կապվածն էլ ասենք, ուղղակի երեկվան նստի, թե ինչով ենք մտել հաջորդ օրը։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է. Շվեյցարիայում ընթացող եռակողմ հանդիպման մասնակիցները կշարունակեն աշխատել ուկրաինական կարգավորման շուրջ համաձայնագրի վրա։ Նահանգները վարում էին Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև երրորդ բանակցությունները։ Երկու կողմերն էլ պայմանավորվել են տեղեկացնել իրենց երկրների ղեկավարներին եւ շարունակել աշխատանքը գործարքի կնքման նպատակով։ Դոնալդ Թրամփի ջանքերը հանգեցրել են զգալի առաջընթացի, նշել է Ուիթքոֆը։ Պատասխանելով Ժնևում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները մեկնաբանելու խնդրանքին, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. ցանկացած քայլ, որը կարող է տանել իրավիճակի կարգավորման ճանապարհով, մեծ նշանակություն ունի։ Հենց Կիևի ռեժիմն ու նրան աջակցող Արևմտյան Եվրոպան արժեզրկում բանակցությունների նշանակությունը։ Մոսկվան բազմիցս ցույց է տվել, որ խաղաղություն է ցանկանում։ Դուք հավատում եք, որ Մոսկվան խաղաղություն է ցանկանում, թե չի կարողանում պատերազմը շարունակի։ Եթե մենք հասկանում ենք, որ բոլորս իրոք խաղաղություն ենք ուզում, եւ Ռուսաստանը դա բազմիցս ապացուցել է, եւ մենք հասկանում ենք, որ այն կողմից իրականում ովքեր չեն ուզում խաղաղություն, անverջ հայտարարում են, թե բանակցությունն անհրաժեշտ չեն տարբեր պատրվակներով, միթե մենք իրավունք ունենք, ես նույնիսկ այդպես կարող էի ասել, միթե մենք իրավունք ունենք չգնահատել բանակցությունների այն հնարավորությունները, որոնք կան, ասել է Զախարովան։ Այսինքն իբր թե իրանք շահագրգռված են պատերազմը ավարտվելու, բայց մի քանի բան հիմա կասենք, տեսնենք թե որքանով են շահագրգռված։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարել է.
Ժնևի բանակցությունների առաջին օրն ավարտվել է, համատեղ նիստից հետո աշխատանքը շարունակվել է խմբերով, հիմնվելով կոնկրետ ոլորտների վրա։ Քննարկումները կենտրոնացել են գործնական հարցերի եւ հնարավոր լուծումներ գտնելու մեխանիզմների վրա։ Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղարը նաեւ խոստացել է Զելենսկուն զեկուցել բանակցությունների առաջին օրվա արդյունքների մասին։ Ինքը իհարկե արդեն զեկուցել է, Զելենսկին էլ անդրադարձել է թեմային։ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցությունները նախատեսվում են շարունակել չորեքշաբթի, այսինքն այսօր։ Ժնևում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը մեկնարկել է փակ դռների հետևում։ Դա արդեն այն էր, ինչ որ եկանք հասանք դրան։ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ասել է. Ինչպես գիտեք, բանակցություններն ընթացել են 2 օր, 3 շատ երկար տարբեր ձևաչափերով եւ այսօր եւս մոտ 2 ժամ։ Դրանք եղել են ծանր, բայց գործնական, ասել է Մեդինսկին։ Ուկրաինայի հարցով նոր հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս։ Այսինքն արդեն այսօր բանակցություններն ավարտվել են, նախնական հայտարարությունը դա է, շատ մեծ սպասելիքներ չունենք, թե ինչ որ գաղտնիքներ ու մանրամասներ կասեն։ Վոլոդիմիր Զելենսկին Ժնևի բանակցություններից հետո արդեն ավարտված բանակցությունների հայտարարել է, որ ռազմական ուղղությամբ առաջընթացի մասին է խոսել, նախագահը հայտնել է, որ զինվորականները հասկանում են, թե ինչպես են վերսկսելու հրադադարն ու պատերազմի դադարեցումը, եթե քաղաքական կանգ լինի։ Նրանք սկզբունքորեն այնտեղ գրեթե ամեն ինչի մասին պայմանավորվել են։ Մոնիտորինգը կլինի հենց ամերիկյան կողմի մասնակցությամբ, ասել է Զելենսկին։ Հիմա խնդիրը նա է, մենք գիտենք, թե ինչքան կարևոր է ուկրաինական պատերազմը, թե ինչ հանգուցալուծում կլինի, դրանով նոր աշխարհակարգի հարցը։ Դոնալդ Թրամփը շատ է ցանկանում օգնել Ռուսաստանին, բայց չի ստացվում, որտեղ մեծ խնդիր է ունենում, թե Եվրոպայի հետ դիմադրումը, թե Ուկրաինան, բացի դրանից նաև ինքը երկրի ներսում խնդիրներ ունի, իսկ առջևում ընտրություն է նոյեմբերի 3-ին։ Այնպես որ սա է խնդիրը, որ ոչ մի կերպ իրան չի հաջողում ճնշում գործադրել։ Իսկ մենք տեսնում ենք ոչ միայն Ռուսաստանի տնտեսության վիճակը, որ շատ ինֆորմացիաներ գալիս են, թե ինչ է կատարվում այնտեղ, խայտառակ վիճակ, բացի դրանից էլ հիմա դեք տեսնում ենք, որ երբ որ առաջ խաղացում է ունենում ուկրաինական զորքը, խայտառակ ձևով ռուսները ոնց են հետ քաշվում։ Իհարկե փորձում են ցույց տալ, որ մի փոքր տեղել իրանք են առաջ գնում, բայց ի՞նչն է խնդիրը։ Դու ճակատի գծով կռվելով առաջ ես գնացել։ Եթե դու կռվելով առաջ ես գնացել, առաջի գործը պետք է ամրագրեիր այդ դիրքը։ Ուկրաինացին չի հասցնի արագ ամրագրել, որովհետև չգիտի թե որտեղ ես կանգնելու։ Ինքը անընդհատ կռվելով պահում է, եթե չի կարող հետա քաշում, չի կարող հետա քաշում, որտեղ ինքը ֆիքսի գիծը։ Բայց դու պաշտպանական համակարգ պետք է սարքես այնտեղ, որը դու արդեն վերցրել ես, որպեսզի այդ կետից կարողանաս առաջ գնաս, թիկունքդ ապահովես։ Բա ո՞նց ես տենց խոճապահար փախնում։ Ո՞նց կարող է 200 կիլոմետր Ուկրաինան առաջ գա, 242 կիլոմետր։ Հարցը նա չէ 200 շատ է թե քիչ։ Հարցը նա ո՞նց է առաջ եկել։ Քու ամրացրած տարածքներից, որը դու առաջ ես գնացել ու ամրացրել ես, որպեսզի հակառակորդը դժվարությամբ քեզ դուրս մղի։ Ոնց է այդքան հեշտ քեզ դուրս մղում։ Էսա քո պատերազմը։ Այս խելքի մարդկանց համար են Հայաստանը ընտրությունների հարցում իրանց կոտորում։ Հունգարիա արտգործնախարար Պետր Սիարտոն պնդել է, որ Ուկրաինան փակել է Դրուժբա գազատարը Հունգարիայում խորհրդարանական ընտրություններից առաջ ճգնաժամ հրահրելու համար։ Կիև, Բերլին, Բրյուսել առանցքը միջամտում է Հունգարիայի առաջիկա ընտրություններին ներկայիս կառավարությանը հեռացնելու համար, որը հրաժարվում է ֆինանսավորել Ուկրաինային եւ խոչընդոտում է նրա անդամակցությունը Եվրամիությանը։ Այսինքն փաստորեն Ուկրաինան միջամտում է ընտրություններին եւ դրա համար փակել է գազը, որ իրան գազ չունենան ու պարտվեն։ Բա ժողովուրդ ջան, բա Թրամփի գազերը ձեզ հերիք չի։ Բա Թրամփը մարդ չէր ուղարկել ձեզ մոտ։ Բա Թրամփի գազերը վառեք տակացեք։ Բա այդքան որ ասում ես եմ անելու, այն եմ անելու ձեզ համար, ձեզ եմ ճանաչում, ձեզ եմ սատարում, բա այդքանը քիչ է։ Ուրեմն այդքանը համարժեք չի Ուկրաինայի արածին, Ուկրաինան ի վիճակի է ձեր մոտ իշխանափոխություն անի, այն դեպքում երբ որ Թրամփը պաշտպանում է Օրբանին։ Շուտ անհարմար չեք զգում, որ դա բացահայտ ասում եք։ Թե վախենում եք ձեր երկրում հնարավորություն չունենաք հաղթելու, մահանայեք ման գալու ում վրա գցեք Ուկրաինան էր մեղավոր։
Տրամպի աջակցությունից հաջորդ օրը հայտարարում ես։ Մարկո Ռուբիոն պետք քարտուղար, որ կանգնել եկելա ձեր հետ այդ մասին ասելը։ Իսկ հո դրանով չպրծանք, լայես մյուս երիտասարդը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրի առջև ծառացած իրական սպառնալիքը ոչ թե Ռուսաստանն է, այլ Եվրամիությունը։ Պատկերացնում եք, Օրբանը Եվրամիությունը համեմատել է խորհրդային բռնապետական ռեժիմի հետ, որն անցյալ դարում ավելի քան 40 տարի գերիշխել է Հունգարիայում։ Նա չի ընդունել եվրոպացի մի շարք առաջնորդների համոզմունքը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնալիք է ներկայացնում մայրցամաքի անվտանգության համար։ Մենք պետք է սովորենք այն մտքին, որ նրանք, ովքեր սիրում են ազատությունը, պետք է վախենան ոչ թե արևելքից, այլ Բրյուսելից։ Սրիկայության մակարդակը տեսնում եք։ Այս է մակարդակը, Եվրամիության ՆԱՏՕ-ի անդամ պետությունը։ Սրիկամարդ։ Հերիք չի դուրս գալիս համաեվրոպական ամբողջ այդ ծրագրերի դեմ, պաշտպանում Ռուսաստանին, ամեն ինչով խոչընդոտում Ուկրաինային։ Մի հատ էլ մեղադրում այն կառույցին, որի ընտանիքի անդամ է, ախպետ դուրս չի գալի վերկաստու սարի։ Դա Ռուսաստանի 16-րդ հանրապետություն։ Ոնց որ վախտին շատ երկրներ ուզում էին, ոնց որ Ռուսաստանն ուզում է սովետը վերականգնի։ Կամ դարելա ոչինչ, ինքնավար մարդ յոլա գնա մինչև։ Պուտինի նկատմամբ վախ սերմանելը պարզունակ բան է եւ անլուրջ։ Բրյուսելը սակայն շոշափելի իրականությունն է եւ անխուսափելի վտանգի աղբյուր։ Սա է դառը ճշմարտությունը եւ մենք այն չենք հանդուրժի, ասել է Օրբանը։ Հիմա ինքը այս խելքով գնում է ընտրության, ասում մեղավորը Ուկրաինան է։ Բայց այս ձևի մտածող մարդուն պաշտպանում է Տրամպը։ Տրամպը սա չի լսում։ Այդ Տրամպն է պաշտպանում Պուտինին, բան չեք զարմանում։ Բայց դրա համար էսօրին է այս մոլորակը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չի ընդունի խաղաղության այնպիսի պայմանագիր, որը նախատեսում է ուկրաինական զորքերի միակողմանի նահանջ արևելյան Դոնբասից եւ այդ տարածքների հանձնում Ռուսաստանին։ Նման քայլը բնակչության կողմից կընկալվի որպես դավաճանություն եւ կձախողի ցանկացած հանրաքվեի ժամանակ։ Զելենսկին անարդար է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի հրապարակային ճնշումները, որոնք ուղղված են միայն Ուկրաինային զիջումների մղելուն։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ թեև պատրաստ է քննարկել զորքերի հետ քաշման հարցը, սակայն միայն հայելային սկզբունքով եւ առանց ինքնիշխանությունից հրաժարվելու։ Որպես հնարավոր փոխզիջում Ուկրաինայի նախագահը տեսնում է հակամարտության սառեցումը ներկայիս շփման գծով, ինչը նրա կարծիքով կարող է ստանալ ժողովրդի հավանությունը։ Խոսելով երկրի ներքաղաքական կյանքի մասին, Զելենսկին չի բացառել իր մասնակցությունը հնարավոր նոր ընտրություններին, եթե դրանք անցկացվեն կայուն հրադադարի պայմաններում, թեպետ Ռուսաստանի առաջարկած մեկօրյա հրադադարը քվեարկության համար որակել է որպես անհեթեթություն։ Այսինքն հիմա մենք տեսնում ենք, որ Զելենսկին ասում է վրա ճնշում գործադրեք, թե չէ։ Տարածք հանձնելը դա պիտի լինի հանրաքվեով, իսկ հանրաքվեով տարած հանձնելը ժողովուրդը չի համաձայնվելու։ Այսինքն մի ինչ որ թուղթ պոկելը ձեզ ոչինչ չի տալու։ Ին վրա ճնշելը ոչինչ չի տալու, դա ին որոշումը իմ ստորագրությամբ չի լինելու։ Ավելի պարզ ոնց բացատրի, որ Դոնալդ Տրամփ հարցը չես կարողանալու լուծես։ Այս ձևով չի լուծվելու։ Հո դու չես հիմա էլ պատերազմ հայտարարելու զորք մտցնես Ուկրաինա, ճնշես ռադային եւ ասես հանրաքվեի, որ դնեք իմ ուսածը անցկացրեք։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հետ քննարկելով Ժնևում ԱՄՆ-ի միջնորդությամբ բթացող Ռուսաստան-Ուկրաինա խաղաղության բանակցությունները, ինչպես նաև միջուկային վեճի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ընթացող քննարկումները։ Ստարմերը Տրամփի հետ քննարկել է նաև Գազայի իրավիճակը եւ ընդգծել մարդասիրական օգնության հետագա հասանելիության ապահովման կարեւորությունը։ Այմա ուկրաինական հարցի հետ կապված տեսնում եք լարվածության աշճանից մեզ համար ինչքան է կարևոր խաղաղություն կնքել գործարքի շնորհիվ, դա մեզ համար կատաստրոֆիկ վատ է, որովհետեւ մենք Տրամփի տրամաչափի բիզնեսմենին ոչինչ առաջարկելու չունենք։ Եթե նա գործարք է պատկերացնում, ուրեմն այդ մենք այդտեղ չկանք։ Դա մեր շահերից չի բխում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, այստեղ է շատ հետաքրքիր բանը, որովհետև ինչ է անելու Փարիզը նրանց հետ, ովքեր ֆրանսիական անձնագրերով մեկնել են Ուկրաինա, այնտեղ ստացել մարտական եւ նեոնացիստական փորձ, բայց հետո այնուամենայնիվ կվերադառնան հայրենիք։ Հարց է հնչեցրել Զախարովան,
Գուցե նրանք հույս ունեն, որ Ռուսաստանը այսպես ասած կլուծի իրենց այդ ապագա խնդրահարույց հարցը, այդ դեպքում պետք է այդ մասին ազնվորեն ասել, որ նրանք փաստացի մեկ ուղղությամբ տոմս են տալիս, թույլ տալով իրենց քաղաքացիներին մասնակցել այս հակամարտությանը ոչ միայն Ուկրաինայի զինված ուժերի, այլև ակնհայտ նեոնացիստական ուղղվածություն ունեցող ազգային գումարտակների կողմից։ Ինչ է ասում Զախարովան։ Եթե ֆրանսիացի որևէ քաղաքացի գնա Ուկրաինայում կռվի, մարտական բովով անցնի, բավական մեծ փորձ ձեռք բերի, վերադառնա Ֆրանսիա, գիտեք ինչ խնդրեմ կառաջանա։ Ժողովուրդ, քանի հոգի է Ֆրանսիայից գնացել, որպես մասնավոր անձ պայմանագիր կնքել կամ որևէ պայմանավորվածությամբ Ուկրաինայում կռվել։ Քանի մարդ կարող է հաշվի Զախարովան։ Բայց քանի մարդ եք դուք ուրիշ երկրից ուղարկել, որ գնա կռվի։ 700 հոգի մենակ Ղազախստանում դատում են, 200 հոգու էլ թաղել են։ Հնդկաստանի Նարենդրա Մոդին եկավ Ռուսաստան, Պուտինին ասեց խելքդ գցել ես, մերոնց էլ չտանես կռիվ։ Մոռացել եք որտեղից եք մարդ, Կուբայից էլ եք մարդ բերում։ Դուք եք ուրիշին անուն դնում։ Հա բայց լավ, այդ Կուբան էլ դնենք մի կողմ, Հյուսային Կորեան էլ դնենք մի կողմ, որ շնորհակալություն էիք հայտնում։ Բա դուք մենակ 700,000 ամենահամեստ հաշվարկով, որ դուք եք ասում, այդ թիվը նույնիսկ ավել է։ Բա ուղարկել եք Ուկրաինա կռվելու, մարտական բովով անցած, փողը վերցրել է, գնացել է մարդ սպանելու։ Աչքերն արուն կողած հետ է գալու, մեռանք ասելով, ժողովուրդ, բա որ դա հետ է գալու, դուք չգիտեք հետեկացները Ռուսաստանում ինչ են անում։ Բա այդ ում եք հիմա դուք բացատրում, որ մի քանի հոգի, որ Ֆրանսիա գնան, գիտեք ինչ էր կանեն։ Բա 700,000 հոգի, որ Ռուսաստան գա, ինչ կանի։ Ու այսինքն դուք շատ լավ գիտեք, ինչ փորձանքի մեջ եք, դրա համար չեք ուզում պատերազմը դադարի։ Բա որ դրա համար մենք էլ ասում ենք, այդ մարդիկ արուն տեսած մարդիկ են, ազատ տեղաշարժ էլ ունեն Հայաստան գալու գնալու, զգուշ եղեք պրովոկացիոն առումով Հայաստան չմտցնեն, ցանկացածի նկատմամբ ուշադիր եղեք, ստուգեք, եթե ինքը եղել է հատուկ ռազմական գործողության մասնակից է եղել Ուկրաինայում, ուզում եմ մի օր մասնակցած լինի, ձևը գտեք, որ ինքը ստեղ անելիք չունի, հետևեք ամեն ինչով, որտեղ ամեն պրովոկացիա կանեն այն մարդու, որը գնացել է աշխատանքի տեղավորման բյուրո, որի անունն է զինկոմիսարիատ, ասել է ինձ տվեք փաստաթուղթ, ես գնամ մարդ սպանեմ։ Եթե մեռնեմ, տնեցիներն էլ փող կտակ։ Հետո զարմացած ասում են, հերոսը զոհվել է, արժանի չեն մատուցում։ Ընկեր, վարձու հերոսը ո՞րն է։ Փողն առել է գնացել ուրիշ երկրը մարդ սպանելու, վարձկանի հերոսը ո՞րն է։ Եթե Զախարովան հասկանում է ինչ վտանգ է պարապած մարդու հետ գալը, պատկերացեք իրանք ոնց են հասկանում ինչ վտանգ է իրանց կռված հետեկացները, իսկ այդ անկայունացնելու պարագայում Հայաստանը չգիտես ինչի ընտրության է գնում Ռուսաստանի շահերը սպասարկելով, ժողովուրդ ջան, ես ուղղակի չեմ պատկերացնում, չեմ հասկանում ուղղակի, ոնց կարող է պատահել ռացիոնալ մարդը կյանքը կապի Ռուսաստանի հետ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնն իրեն իրավունք է վերապահում ռազմական ուժ կիրառել այն դեպքում, եթե Թեհրանի հետ բանակցությունները փակուղի մտնեն, սա էլ Թեհրանի հետ կապված, որտեղ հարցը լուծված չի, մենք գիտենք։ Կարծում եմ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շատ տարբերակներ ունի, մենք ունենք շատ հզոր զինված ուժեր։ Նախագահը պատրաստակամություն է հայտնել օգտագործել դրանք։ Նա նաև հրաշալի դիվանագիտական թիմ ունի եւ նա պատրաստակամություն է հայտնել այն եւս գործի դնել։ Բայց իհարկե նախագահը իրավունք է վերապահում ասել, թե երբ կարծում, որ դիվանագիտությունը հասել է իր բնական ավարտին։ Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա, բայց եթե դա տեղի ունենա, որոշումը կախված կլինի նախագահից, եզրափակել է Վենսը։ Այսինքն այսօրվա բանակցությունների անգամ ընթացքում Ամերիկայից հնչող կարծիքը դա է, կհամաձայնվեք, չէ խփելու ենք։ Դե պատկերացրեք Հայաստան, հարևանություն, թրիփ եւ այլ, այս ամեն ինչը, որ մշտապես խոսում ենք։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, թե Իրանը չի հրաժարվի խաղաղ միջուկային մշակումներից, մասնավորապես բժշկության, գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում։ Երկրի ղեկավարությունը պատրաստ է ցանկացած ստուգում անցկացնել իսլամական պետությունում միջուկային զենքի բացակայությունը հաստատելու համար։ Իհարկե ոչ մեկը չի կասկածում, որ Իրանը միջուկային զենք պատրաստելու համար չի Ուրանը հարստացնելու։ Այո, խաղաղ նպատակներով, բայց ասում են խաղաղ նպատակներով հարստացրածից մինչև ռումբ ստանալը մի քանի ամսվա տարբերություն է։ Այդ դրա համար վախենում են խաղաղ նպատակներով թողել։ Նրանք էլ են հասկանում դրա վտանգը։
Մենք չենք ձգտում միջուկային զենք ունենալ, կա նույնիսկ գերագույն առաջնորդ Ալի Համենեի ֆեթվա, որն արգելում է միջուկային զենքը, ընդգծել է Փեզեշքյանը, բայց համենայն դեպս տեսնում եք, որ Իրանը այնուամենայնիվ պատրաստում է չզիջել, իսկ դա նշանակում է լարվածությունը խնդիրը լուծված չէ։ Իրանում փետրվարի 17-ին հարգանքի տուրք են մատուցել դաշնորեն ճնշված բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների հիշատակին։ Մի քանի քաղաքներում հիշատակի միջոցառումներ են անցկացվել, այսինքն երեկվա մասին է խոսքը, որոնց ընթացքում Իրանի անվտանգության ուժերի հետ նոր բախումներ են գրանցվել։ Աբադանում մարդիկ ձեռքներին ծաղիկներ եւ զոհերի լուսանկարներով վանկարկել են Մահ Խամենեին եւ Կեցե Շահը։ Աբադանից ստացված տեսանյութից մեկում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար փախնում կրակոցների տակ։ Իրանի իշխանություններն էլ Թեհրանի Իմամ Համեյնիի մզկիթում կազմակերպել են պաշտոնական արարողություն նվիրված բողոքի ցույցերի զոհերի հիշատակին։ Մասնակիցները ծածանել են իրանական դրոշներ եւ վանկարկել Մահ Ամերիկային, Մահ Իսրայելին կարգախոսներ։ Այսինքն լարվածությունը այնուամենայնիվ երկրի ներսում կա, այդ լարվածությունը ցանկանում է Միացյալ Նահանգները հրահրելով բորբոքի, առայժմ դեռ չի ստացվում իր մոտ, բայց նաև բանակցությունների արդյունքում որոշման ներսում էլ խնդիր առաջացնի։ Հիմա սա այն երկիրն է, որ նաև Հայաստանը պատրաստում է ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրել։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է. Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը այն միայն կտուժի դրանից։ Մենք ցանկանում ենք, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջև առկա խնդիրները լուծվեն երկխոսության միջոցով։ Մենք բարձր մակարդակի շփումներ ենք պահպանում երկու երկրների հետ էլ, ասել է Թուրքիայի նախագահը, հավելելով, որ հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ։ Այսինքն սա նաև նրա մասին է խոսում, որ Թուրքիան այնպես չի, որ ինքը ուշ կգնում է Իրանի համար, բայց եւ միևնույն ժամանակ ինքը մտածում է, որ քանի Իրանը կա, դեռ ինքը իր դերակատարությունը ունի Հայաստանի տարածքով թուրքական պետությունների հետ կապ հաստատելով իր կշիռը բավական մեծ է, Ամերիկայի Միացյալ Նահանգները ենթադրենք Իրանին կարողացավ ճնշել եւ Իրանում դրեց պրոամերիկյան որևէ ուժ։ Ասենք պայմանականորեն տենց, իսկ ով ասե, որ դա Թուրքիայի շահերից է բխում։ Ով ասե, որ այդ պարագայում Թուրքիան դառնալու է տարածաշրջանի նայողը։ Է պարզը որ Թուրքիան դա ձեռնտու չի։ Նենց չի, որ Իրանի մասին է մտածում։ Բայց եւ միևնույն ժամանակ ինքը ելնելով բարեկամ պետություն Ամերիկայի հետ, չի ցանկանում, որ Ամերիկան Իրանը վերցնի, Իրանը Իրանով անի, լավ այսպես ասեմ։ Այսինքն այդ բարի սենս խոսակցությունների վրա հո չեն խաբվում։ Այդ ամբողջը քաղաքականություն է, իր շահերից չի բխում, որ Իրանը լինի պրոամերիկյան։ Իսկ հիմա նայենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Կուբայի դեմ ԱՄՆ-ի գործողության անհրաժեշտությունը չկա, եթե ես նույնիսկ մտադրվեի դա անել, դա այնքան էլ բարդ գործողություն չի լինի, ինչպես ինքներդ եք հասկանում։ Իհարկե, բայց խնդիրը այնտեղ շատ լարված է, բայց սառնասրտորեն Դոնալդ Թրամփը դրան է գնում։ Կուբայում առօրյա կյանքը կարծես կանգ է առել, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Կարիբյան ավազանի երկրների վրա, արագացնելով կղզուն նավթի մատակարարումը դանդաղեցնելու ջանքերը։ Դադարեցնելու ներողություն։ Մոտեցող էներգետիկ ճգնաժամի ամենաակնառու հետևանքներից մեկը փողոցներում աղբի կուտակումն է, քանի որ կղզում աղբահավաք մեքենաները չեն կարողանում աշխատել։ Այսինքն գործնականում Դոնալդ Թրամփը իր բլոկադայով տանում է ուղղակի այնպիսի վիճակի առաջ կանգնացնի, որ երկիրը ուղղակի ներսից պայթացնի։ Շուրջ 11 միլիոն բնակչություն ունեցող Կուբան հունվարի սկզբից բախվում է վառելիքի սուր պակասի այն բանից հետո, երբ Վենեսուելան կղզու վառելիքի գլխավոր մատակարարը մինչև անցյալ տարի դադարեցրեց առաքումները։ Մեքսիկան նույնպես հայտարարել է, որ դադարեցնում է Կուբա վառելիքի առաքումները այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սպառնացել է մատակարարներին ավելի բարձր առևտրային մաքսատուրքերով։ Կուբան այս պահին ձախողված է, մենք հիմա բանակցում ենք Կուբայի հետ, Մարկո Ռուբիոն հիմա բանակցում է Կուբայի հետ եւ նրանք անպայման պետք է համաձայնության գան, քանի որ դա իրականում մարդասիրական սպառնալիք է, ասել է Թրամփը, կոչ անելով Հավանային համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ։ Իհարկե, այս կոշտ մեթոդներն էլ, որը կիրառում է Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ այն մեծ ֆրոնտով, որ բոլորի դեմ դուրս է եկել, այն որ Կուբայում վիճակը վատ է, որ այդ ծաղկող երկիրը ավերակների վերատեցին, այդ նորություն չի։
այդտեղ 59 թվականի իրանց հեղափոխության արդյունքում բայց եւ միևնույն ժամանակ հիմա ասենք այս վերաբերմունքը, որը ինքը այդպես արտաքին ճնշումով դա անում է, լատինամերիկյան տարբեր երկրներ մտածում են, որ հաջորդն էլ կարող է իրանքը լինեն, մեկը Վենեսուելան, հաջորդը Կուբան, մյուսը։ Այսինքն սա նաեւ խնդիր է, որ պետք է Դոնալդ Տրամպը այնուամենայնիվ այն դիրքը, որը Միացյալ Նահանգները ունի, այն ինչ որ մենք ակնկալում ենք, որ ինքը ունենա, արդարության դրոշը ձեռքին, այլ ոչ թե անընդհատ չգիտես ինչի ամեն ուզում է իր ադմինիստրացիան ցույց տա, գիտեք մենք ինչ ճկուն ենք, ինչ շուստրի ենք, տեսակ ինչ արեցինք, տեսակ ոնց խափեցինք, տեսակ ոնց վերցրեցինք ձեռից, տեսակ ոնց ժողովուրդ ջան, դա արեք, բայց մի ասեք։ Ընդհակառակը, որ ձեզ հարցնեն, չեք ասի, լավ, բա ամոթ չի, բա մենք տես բաների համար ենք անում։ Մենք անում ենք նրա համար, որպեսզի ժողովրդավարությունը լինի, որպեսզի մարդիկ չկոտորվեն, լա գնացեք Կուբայի վիճակը տեսեք, այսինքն մեկ այդ մտահոգությունն է մեզ դրթում լուծումներ գտնել, այդ ինչ վիճակ է այդ երկրում, ամենը մտահոգությունից խոսեք, բաներից խոսեք, Վենեսուելայում դիկտատորը իշխանությունը զավթել էր, Մադուրոին ընդեղից հանել են, դրել ոգևորված, ասում եք նավթը ձեռներս ընկավ, ուռա, որպեսզի ժողովուրդը գնահատի, տեսեք, ինչ լավ է, մենք ինչ ճարպիկ նախագահ ունենք, գնաց, խլեց, էս արավ, այն արավ, դուք վստահ եք, որ ժողովուրդը ձեզանից հենց դա է ուզում։ Դուք վստահ եք, որ ժողովուրդը հենց այդ դեպքում է գնահատելու ձեր աշխատանքը։ Դե ընտրությունները ցույց կտա, թե որքանով հաջողվեց սեփական ժողովրդին դրանով մոլորեցնել։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։